ստարտափի անունը GiftMe է։ Մենք ստարտափը իրանից ներկայացնելու է mobile application ու լուծելու է հիմնական երկու խնդիր՝ նվեր ստացողների եւ նվեր ընտրողների խնդիրն է ինքը լուծելու։ Ստարտափի օգնությամբ բոլոր մարդիկ ստանալու են ճիշտ նվերներ, իսկ նվեր ընտրողները առավելագույն քիչ ժամանակ ծախսելով կարողանալու են ճիշտ եւ նպատակային նվեր նվիրել հասցեատիրոջը։ Ոնց ենք կազմակերպում application-ը հիմնական միտքը իր wish list ստեղծելն է։ Մարդիկ ցանկացած տեղ, ցանկացած բան տեսնելուց ու եթե ինքը ցանկացավ ու այդ բանը չի գնելու, միտքը այն է, որ ավելացնում է իր wish list-ի մեջ, իսկ wish list-ը իր անկերներին միշտ հասանելի է, այսինքն սոցիալական պահ կա ստեղ, սոցիալական ցանցի նման, քո ընկերներն էլ եթե օգտվում են, իրանք դու ընկերներին ես կարողանում տեսնես միշտ, թե ինքը ինչ է ուզում, ու իր առիթին պետքական նվեր առնես, իրանք էլ քեզ են նվեր առնում։ Նվեր առնելուց միշտ պետքական նվեր են առնում։ Մարդը մեր մոտ գրանցվելուց հետո ցանկացած տեղով անցնելուց խանութ կլինի, ինչ որ բան ա տենում, դուրը գալիս է, որ ինքը այդ բան չի կարող առնի կամ հնարավորություն չունի, նկարում է ու կիսվում է իր էջում, իր ֆրենդները տեսնում են իր wish list-ի մեջ ավելանում է դա, էլի, իրանք տեսնում են, ենթադրենք ունի այսքան item, որ ինքը կուզի նվեր ստանա, իր ծնունդին կամ, չգիտեմ, ինչ-որ առիթին կամ թեկուզ անակնկալ կերպով, իրան կարողանում են, նայում են, ընտրում են ինչ նվիրեն ու նվիրում են, էլի, այդ լուծում են հարցը, որ էլ իզուր չեն ընկնում ժամանակ ծախսում, խանութ գնում, մտածում ինչ առնեն, այն մարդն էլ ստանում է իր ցանկացած նվերը, էլի, որը ինքը կցանկանար ստանալ, նաև կարելի է հնարավորություն է տրվելու, որ անծանոթը ինչ-որ մեկին ենթադրենք ուզում է թաքուն առանց անոնիմնի նվեր անի, թեկուզ ճանաչի կամ չճանաչի եւ այլն, այդ հնարավորությունն էլ է տրվելու։ Բացի օֆլայն տարբերակից կարողանալու են նվեր ավելացնել իրանց wish list-ին ցանկացած on-line խանութից, ինչպես նաև կարողանալու են ցանկացած այլ user-ի տվյալներից wish list-ից, այսինքն կիսված նվերից, միանգամից մի սխմումով add to my wish list անել, այսինքն ավելացնել իր ցանկությունների ցանկին, այսինքն ուրիշի ցանկությունը ընդհանրապես մի կնոպկով բերել իր ցանկությունների մեջ ու հետո լինելու է այնտեղ կոճակ, որով կարողանալու են զբաղեցնել նվերը, այսինքն busy անել նվերը, որ ուրիշները տեսնեն, որ այդ նվերը արդեն զբաղված է եւ ուրիշը չառնի, նույն նվերը երկու մարդ չառնի։ Կոնկրետ օրինակ մեծ խանութներ on-line կան, որոնք ունեն նաև wish list-ի հնարավորություն, բայց իրանք սահմանափակում են օգտատերին, իրանց ինչքան էլ իրանք մեծ ապրանքներ ունենան իրանց մոտ, իրանք սահմանափակում են всё-таки։ Օրինակ Amazon-ը, հա։ Իսկ մեր application-ում, դե Amazon-ը նախատեսված է ամերիկյան շուկայի համար, մեր application-ում ցանկացած երկրում ապրող ցանկացած օգտատեր կարա իր տեսած նվերները ավելացնի իր wish list-ը։ Կան ուրիշ ձև խնդիրը լուծող application-ներ, օրինակ դու մտնում ես մարդու սեռ տարիք գրում ես եւ այլ նախասիրություններ, ինքը քեզ առաջարկում է, թե այդ տիպի մարդիկ ինչեր կարան հավանեն։ Միտքը քննարկել ենք շուտվանից, իսկ 3 ամիս առաջ կոնկրետ որոշել ենք, որ արդեն պետք է իրագործենք։ Դիզայնը 80%-ով արած է մեր մոտ, միտքը լրիվությամբ մշակած է, այսինքն նախնական առաջին տարբերակում ինչ տեսքով է ներկայանալու application-ը հավելվածը հանդիսատեսին, տվողին, այդ արդեն ունենք լրիվությամբ, ունենք նախ պլան, երբ պետք է ներկայացնենք հավելվածը, նոյեմբերի 25-ին պատրաստվում ենք արդեն հավելվածը ներկայացնել։